ինքն ասում էր Իրանը շատ բարերով էր Իրանի բնորոշում, այդ ճանճոտ պեցոտ երկիր է, որ այդտեղի իշխանությունները երկար մնալ չեն կարող, որտեղ հին համատեքստի վրա են, որ այդտեղ օրերից մի օր հեղաշրջում է լինելու եւ այդ արևմտյան Ատրպատականում 17 միլիոն ադրբեջանցի է ապրում, նրանք միանալու են Ադրբեջանին ու այդ ժամանակ այդ սահմանը 0 արժեք է ունենալու։ Հիմա սահմանի համար մեզ 6 միլիարդ գումար են տալի Եվրոպան Միացյալ Նահանգները, Մինսկի խումբը, այսպես էր ասում։ Մինսկի խումբը 6 միլիարդ գումար է տալիս, 8 միլիարդ էլ Ադրբեջանին էր տրվում, ծրագիրը այդպեսին էր, այդ միանշանակ էր, այդ ես զրուցել եմ նաև Մինսկի խմբի մնացած ժամանակագաղների հետ, ու այդ առումով սուտ չկար, ինչ որ ինքն ասում։ Ու քանի որ այդ տալիս են, ու մենք կարող ենք այդ վերցնել պլյուս Լեռնային Ղարաբաղը շահել, ինչի չվերցնենք ու ինչի չօգտվենք։ Այն ինքը բերում էր այս տրամաբանությունը ու դրա համար էր ասում, որ ես արժի տալ այնտեղ։ Բայց երբ որ ես ասացի, որ Վազգենն ու Դեմիրճյանը դեմ են, հա, ու նման տարբերակ չկա, ու նման տարբերակին ես դեմ եմ, որտեղ ինչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հայաստանի տարածքի հետ, էլի, այսինքն ակնհայտ է, որ Հայաստանի տարածքը սակարկության հարց է դարձել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ մեղրի տարբերակով եւ այս մասին խոստովանել է նաեւ Վարդան Օսկանյանը, որ ինքն ու Վազգենը ուրախացան եւ